Միասին ենք հետևում Հայաստանում ու արտերկրում տեղի ունեցողին, նախ կարճ մի քանի տողով անդրադառնանք թողարկման որոշ թեմաներին։ Հայ-ադրբեջանական առևտրի ուղին Վրաստանի սրտով չէ, բենզինի մուտքը մեր երկիր իր արամեջ տրամադրություններ է գեներացրել։ Վրացական կողմը կարծես մտավախություն ունի տրանզիտային մենաշնորհը կորցնելու վերաբերել։ Ամերիկյան ոսկե քարտն արժե $1 միլիոն։ Գրին քարտի խաղարկությունը կասեցնելուց հետո Թրամփի հերթական սենսացիոն որոշումը։ Ոչ թե պատերազմի սկիզբ, այլ վրեժխնդրություն։ Ամերիկյան զինուժը հարվածներ է հասցրել Սիրիայում իսլամական պետության թիրախներին։ Տոները մոտենում են, առևտուրը աշխուժանում, ինչ իրավիճակ է երևանյան շուկաներում եւ ինչպես են պատրաստվում մարդիկ դիմավորել ամանորը։ Համարյա բան չեմ անելու, մենակ աղա։ Միրգ մեկ էլ չի, всё։ Տոնածառը զարդարել են, գնումները ընթացքի մեջ ինչը փչացող չի նախապես գնել ենք։ Մեր երկիրն ու մշակույթը աշխարհին ճանաչելի դարձնելու առաքելություն։ Հեղինակավոր Շպիգելի ուշադրության կենտրոնում Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանի ազգային նախագիծն է։ Հայ-ադրբեջանական առևտրի ուղին իր արամեջ տրամադրություններ է գեներացրել Թբիլիսիում։ Զուգահեռ Վրաստանն Ադրբեջանի հետ քննարկել է նոր անցակետի կառուցման հարցը։ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարը եւ Վրաստանում Ադրբեջանի դեսպանը հանդիպել են ու ընդգծել Մետաքսի ճանապարհի նոր համատեղ սահմանային անցակետի կառուցման կարևորությունը։ Իսկ մինչ այդ երկկողմ տարանցիկ հարցերի վրա ստվեր էր գցել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքին ճանապարհ տալու համար վրացական կողմի աննախադեպ բարձր գին պահանջելը։ Նավթամթերքի վագոններն արդեն հատել են մեր երկրի սահմանը։ Շուտով այդ բենզինը վաճառքի կհանեն երկու ընկերություններ։ Տարածաշրջանում տնտեսական նոր իրողությունների մասին է պատմում Հերմինե Ղարիբյանը։ Վրաստանը սատարում, թե խոչընդոտում է իր տարածքով հայ-ադրբեջանական առևտուրը։ Ադրբեջանական մամուլում հրապարակվեցին հոդվածներ, որ վրացական կողմը խոչընդոտում է ընդհանուր առևտրաշրջանառությանը բեռների տեղափոխման մասով։ Հայտնի է, որ այրում կայարանով Հայաստան մտած 1300 տոննա 22 վագոն ադրբեջանական A95 բենզինի առաջին խմբականակի համար Թբիլիսին գումար չի վերցրել։ Ասացին, եղել ու մնում են Հայաստանի ու Ադրբեջանի հուսալի գործընկերը եւ աջակցում են տարածաշրջանում խաղաղությանն ու համագործակցությանը։ Ադրբեջանական կայքերը մինչեւ այդ գրում էին Վրաստանը 1 տոննա նավթամթերքի տարանցման համար $92 է պահանջել։ Բաքվի դժգոհությունից հետո միայն որոշել է առաջին բեռնափոխադրման համար անվճար ճանապարհ բացել։ Ինչ կլինի հետո պարզ չէ, որ սակագնի խնդիր կա, հինգշաբթի հաստատեց նաև Փաշինյանը։ Հույս ունեմ այդ հարցերը կամ կկարգավորվեն, կամ եթե չկարգավորվեն, տրամաբանորեն տնտեսվարողները այլընտրանքային ձևեր, եթե այդ գործարքները շարունակեն հետաքրքիր լինել, այլընտրանքային ձևեր կփնտրեն ներմուծումը եւ արտահանումը ապահովելու։ Ադրբեջանական կողմը նույնպես խոսում է սրա մասին եւ նույնիսկ շատ ավելի խիստ կերպով, քան հայկական կողմը, եւ նույնիսկ այս ադրբեջանական հոդվածներում նշվում է, որ իրենք են նպաստել, որպեսզի Վրաստանը դառնա տարանցիկ երկիր, եւ հիմա եթե վրացական կողմը չցուցաբերի ճկունություն եւ չհարմարվի նոր իրողություններին, ապա նույնիսկ կարող է այդ մենաշնորհը գլխավոր տարանցիկ ուղու այդ մենաշնորհը կորցնել։ Իսկ տարածաշրջանում տնտեսական դիրքը կորցնելու մտավախություն Վրաստանն իսկապես ունի, ասում է փորձագետը։ Ազդակները հատկապես զգալի են օգոստոսի 8-ից հետո։ Այս բոլոր հայտարարությունները եւ քննարկումները դրա մասին են խոսում, այսինքն իրենք հնարավոր է եւ նույնիսկ արհեստական խոչընդոտներ են ստեղծում, որպեսզի, չգիտեմ, ստիպեն, որ իրենց տարածքով անցնի, բայց կարծում եմ, որ դա էլ ավելի է վնասում իրենց այս դիրքին եւ հնարավոր է եւ դա էլ ավելի վնասի տրանզիտային ճանապարհ լինելու իրենց այս պահին մենաշնորհային իրավիճակին։ Վրաստանի փորձագետները հաշվարկում են, մտահոգվում տարեկան մոտ 1 միլիոն տոննա բեռների տարանցում կարող են կորցնել նոր իրողություններում։ Այ փորձագետներն ասում են, վրացական ընկերությունները կարող են աշխատել այլ ուղղություններով, կոմպենսացնելով կորուստները։ Մենք չենք կարող ասել, որ հայկական տարածքով, Հայաստանի տարածքով անցնող այս միջանցքը կամ երթուղին կամ կապուղին
կամ ճանապարհը կարող են ամբողջովին սպասարկել այս միջին միջանցքի առևտրաշրջանառությանը, բայց որոշ չափով միանշանակ կնվազեցնեն Վրաստանով անցնող այս տրանզիտը։ Երևան-Բաքու խաղաղությունը քաղաքական առումով Վրաստանին ձեռնտու է, տնտեսականի հարցով նոր մոտեցումներ, քննարկումներ են պետք։ Մասնագետն ասում է, Թբիլիսին ամեն դեպքում նոր իրողությունների հետ պետք է հաշվի նստի։ Էրմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։ Հատիս լեռան վրա կառուցվող Հիսուս Քրիստոսի արձան համալիրի մասին պատմող հոդվածում գերմանական Շպիգել պարբերականը ներկայացրել է Հայաստանը որպես քրիստոնեությունն առաջին ընդունած երկիր։ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը Շպիգելի թղթակցին Հայաստան է բերել անձամբ տեսնելու ներկայացուցչական համալիրը եւ աշխարհին պատմելու հեղինակավոր պարբերականի էջերից։ Խորհրդանշական 33 մետր բարձրությամբ արձանը կառուցման ընթացքում էլ հավատարիմ է առաքելությանը մեր երկիրն ու մշակույթը ճանաչելի դարձնել աշխարհին։ Գերմանական հեղինակավոր Շպիգել պարբերականի ուշադրության կենտրոնում Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանի կառուցման ազգային նախագիծն է։ Գերմանացի լրագրողն այցելել է Հայաստան, տեսել Քրիստոսի արձանը, բարձրացել Հատիս լեռ, զրուցել նախագծի գաղափարի հեղինակ եւ իրականացնող Գագիկ Ծառուկյանի հետ, հետո միայն իր ընթերցողներին պատմել, թե ինչ է տեսել Հայաստանում եւ ինչ է կառուցվում այստեղ։ Պարբերականում լրագրողը գրում է, որ Հատիսում նաեւ ճոպանուղի է կառուցվելու, որպեսզի ուխտավորներն ու զբոսաշրջիկները բարձրանան գագաթ։ Հուշարձանի տակ կլինի թանգարան։ Արձանի հարևանությամբ կկառուցվեն հյուրանոցներ, իսկ էկրանները կցուցադրեն Հիսուս Քրիստոսի կյանքը ծնունդից մինչև խաչելություն։ Հեղինակավոր լրատվամիջոցն այս առիթով գերմանացի ընթերցողին պատմել է նաև Հայաստանի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու մասին։ Գագիկ Ծառուկյանը լրատվամիջոցի հետ խոսել է կառույցի մասին։ Լավագույնը, ինչպես միշտ, ես եմ կառուցում։ Ծախսերի մասին նա չի խոսել։ Այդ հարցին ի պատասխան ասել է. «Ես չեմ խնայելու»։ Շպիգելի թղթակիցը Քրիստոսի արձանի մոտ տեսածի մասին պատմում է։ Քանդակագործ Արմեն Սամվելյանը հենված է իր արվեստանոցի պատին։ Բացվում են դարպասները։ Գալիս է Ծառուկյանը։ Նա 69 տարեկան է։ Հաստ բազուկները խոսում են նրա մարզիկի անցյալի մասին։ Նա ամուր սեղմում է Սամվելյանի ձեռքը եւ քննող հայացք նետում Քրիստոսի արձանին։ Սպիտակ կոթողի վրա քերծվածքներ չկան։ Ծառուկյանը ժպտում է։ Մենք երկար պատմություն ունեցող ազգ ենք։ Ունենք ուժեղ սփյուռք։ Ժամանակն է, որ միավորվենք։ Մոտավոր հաշվարկով 7-ից 8 միլիոն հայ է ապրում արտերկրում։ Փարիզում, Լոս Անջելեսում, Բեյրութում Հայաստանում մնացել է մոտ 3 միլիոն մարդ։ Ծառուկյանը ձեռքը դնում է արձանի հսկայական ափի մեջ։ Այս հուշարձանը պետք է դառնա ազգային վերածննդի խորհրդանիշ։ Նրա դիմագծերում կա ինչ-որ հայկական բան։ Լրագրողը Արմեն Սամվելյանի արվեստանոցում արձանագրել է ինչպես են քաղաքացիները գնում տեսնելու արձանը։ Հրաշք է, հայտնություն է, փրկիչն է, վանկարկում են կանայք։ Իմ այցի պահին գյուղական դպրոցի մոտ 40 ուսուցիչներ էին այնտեղ։ Նրանք գրեթե 2 ժամ ճանապարհ էին անցել։ Երբ տեսա, իմ մեջ ինչ-որ բան լռեց, ասում է երիտասարդ ուսուցչուհին։ Մյուս կինը, 3 որդիների մայր, ճերմակ հսկայի առաջ կանգնած, զգուշորեն դիպչում է արձանին, աղոթելով ավագ որդու համար, որ բանակից առողջ վերադառնա տուն։ Շպիգելը գրում է. Գագիկ Ծառուկյանը Հիսուսի արձանի կառուցմանն աջակցելը համարում է հայրենասիրական պարտք։ Ըստ նրա յուրաքանչյուրը պետք է մասնակցի շինարարությանը, իսկ մասնակցության համար գործիքակազմ կա, կամավորները կարող են գրանցվել առցանց ձևաչափով։ Հատուկ անդրադարձ կա նաև կամավորական աշխատանքներին։ Հարյուրավոր հայտնի հայեր արդեն արձագանքել են շինարարությանը մասնակցելու կոչին։ Սոցցանցերում շատ արագ տարածվում են տեսանյութեր, որտեղ օրինակ հայտնի երգիչը շաղախ է լցնում, իսկ դերասանուհին հանդիսավոր կերպով քար դնում։ Կազմակերպվում է հյուրասիրություն, երաժիշտները նվագում են հայկական ժողովրդական մեղեդիներ, իսկ ավարտին կամավորական աշխատանքներին մասնակցողները ստանում են հավաստագրեր։ Հեղինակավոր պարբերականի լրագրողն արձանագրել է. այս գլուխգործոցը շուտով պետք է գերազանցի Ռիո դե Ժանեյրոյի 30 մետր բարձրությամբ արձանին, դառնալով Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենամեծ արձանը։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։ Շարունակենք, կարևորը դեղերս առել է, մոտավորապես այս կարգի մխիթարանքներ են հնչում Երևանի փողոցներում նոր տարվա առևտրի մասին հարցերին ի պատասխան։ Մեկը թոշակի չափն է վկայակոչում, մյուսը աշխատանքի բացակայությունը։ Երևանի շուկաներում նաև ամանորյա երգեր է լսել մեր թղթակից Իզաբելլա Հովհաննիսյանը, տոները մոտենում են, առևտուրը աշխուժանում։ Նախատոնական եռուզեռ է Երևանի շուկաներում մարդիկ սկսել են պատրաստվել տարվա գլխավոր տոնին։ Տոնածառը զարդարել են, գնումները ընթացքի մեջ ինչը փչացող չի նախապես գնել ենք, ինչն էլ փչացող է վերջի մի քանի օրերին կգնենք կպատրաստենք։ Այս տարի ես համարյա բան չեմ անելու, մենակ եղա
Միրգ մեկ էլ չի, всё։ Ինչ է գնել արդեն, ինչքան գումար եք ծախսել։ Ինչ ուզես գինը չեմ կարող ասել, որտեվ ամեն օր մի բան առնում եմ։ Գնումների ցուցակը կազմել են, սկսել են առևտուրը, գներից են բողոքում մարդիկ։ Գները ահավոր թանկ է, ահավոր։ Նույնիսկ կարելի ասել ժամ-ժամի ավելանում է։ Երեկա մի ուրիշ գին լինի, այսօր մտնում եք խանութ, մի ուրիշ գինը։ Ոմանք դեռ ամենօրյա գնումներ են անում, ամանորյային հերթը չի հասել։ Երբ եք սկսելու նոր տարվա առևտուր անել։ Թե կանենք էլի Ազիզ ջան։ Որքան գումար եք նախատեսել։ Ոյ Ազիզ ջան, ես թոշակառում եմ, ես ամուսինս ենք շատ գումար չէ, մենք քչով բավարարվում ենք բալես։ Թոշակով։ Մենք մեծ ճոխություն թույլ չենք տալիս իմ աղջիկ։ Բայց այդուհանդերձ ոնց եք նշում, ինչ եք դնում սեղանին, ինչ տրամադրությամբ։ Ոյ սովորական բալա, գիտես ոնց է մեր, եթե դեղերս բոլորը առել եմ, ուրեմն իմ տրամադրությունը բարձր է։ Որքան կծախսեն նոր տարին հայկական ճոխ ձևով դիմավորելու համար դեռ հստակ չգիտեն, բայց մոտավոր հաշվարկել են։ Մնակիչը 100,000-ից պակաս չի լինի։ Ինչքան որ կունենանք, այդքան էլ կնախատեսենք, բայց գնում է, մի 300,000 չափ լինում է, որտեվ ամեն ինչ թանկ է։ Երևի մի 100-150,000 էլի։ Խնձորը 300 դրամից 700 է դարձել, մանդարինը եւս 100 դրամով թանկացել է, դարձել 400։ Արքայա նարնջի գները 800-ի են հասել։ Կայունություն է պահպանում հայկական կանաչին, գնաճ դեռ չկա։ Գավաղ կանաչին էլ կթանկացնեն էլի, չի կանաչին թողեն մնա։ Ընկույզը էժան է, կաղինը թանկ, առաջինը դրսից են ներկրում մոտ 3500 դրամ է, կաղինը 7500, մսամթերքի գինը չի բարձրացել։ Տավարը ոսկորոտը սկսած 3690-ից, ու արդեն տարբեր տեսակի, փապկամիսը սկսած 4590-ից մինչև 5500, անյուղ կտորների մասին է խոսքը, ոնց որ սկզբանե եղել է, խոզի թևը 2850 ներկապային, 2950 էլ բուդը։ Ամանորը հրաշք է հատկապես երեխաների համար, անհամբեր սպասում են, թե երբ տոնածառի տակ կլինի սպասված նվերը։ Սիրում ես նոր տարի։ Հա։ Ձմեռ պապիկին նամակ գրել ես։ Չէ։ Իսկ գրելու ես։ Այո։ Ինչ նվեր ես ցանկանում։ Ստիչ։ Դա մի փափուկ խաղալիք է։ Նրա անունը Ստիչ է։ Իսկ ինչ գիտես ձմեռ պապիկի մասին։ Ես գիտեմ, որ նա շատ բարի է։ Նոր տարուն հատուկ են պատրաստվել 3 քույրիկները՝ Ալինան, Յանան ու Սիլվին։ Եվ երգում ենք եւ պարում ենք նոր տարի, խաղաղությունը մեզ հաստատ կհասցնի։ Մարդկանց ծախսերը տարբեր են, մաղթանքը մեկն է՝ խաղաղության տարի լինի, ապրենք զարգացող երկրում։ Հանդուրժող լինենք մեկս մյուսի հանդեպ, չարության, ատելության մթնոլորտը մեր հասարակությունում մի քիչ պակասի եւ վայելենք այն ինչ ունենք։ Իզաբելլա Հովանիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։ Շիրակի թեմի առաջնորդը դեռ հետազոտությունների փուլում է, Միքայել arczepiskopos Աճապահյանը դեռ չի վիրահատվել։ Իզմիրլյան բժշկական կենտրոնից հայտնում են, որ դեկտեմբերի 16-ին քրեակատարողական հիմնարկից իրենց բուժկենտրոն տեղափոխված Սրբազանի վիրահատությունը նախատեսված է մյուս շաբաթվա կեսին։ Հիշեցնեմ, որ Միքայել arczepiskopos Աճապահյանին դատարանը մեղավոր է ճանաչել իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով եւ դատապարտել 2 տարվա ազատազրկման, գործը վերաքննիչ դատարանում է։ Կստեմնելի է հաշվորդների առաջին շարքերում տեսնել տիրադավությունն իրենց ճակատին, որպես աղվեսադրոշ դաջած հոգևորականներին։ Այս բովանդակությամբ հայտարարություն են տարածել Արշակ եւ Բագրատ սրբազանները ԱԱԾ մեկուսարանից։ Նրանք նշել են, որ հակաեկեղեցական հրոսակախումբը իր տխրահարճակ պարագլխի բացահայտ հովանավորությամբ ներխուժել էր Մարիաթոր, փորձելով ասպատակել նվիրական սրբավայրը։ Դեկտեմբերի 18-ը նրանց համոզմամբ կմնա մեր նորագույն պատմության խայտառակ եւ ամոթալի էջերից մեկը։ Բաքվի դատարանում ոչ Դավիթ Մանուկյանը, ոչ Արայիկ Հարությունյանը, ոչ էլ Դավիթ Բաբայանը չեն ընդունել մեղադրանքները։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով նիստին նրանք եզրափակիչ ելույթներ են ունեցել։ Ադրբեջանը դատավարության անվան տակ վրեժխնդրություն ու ապօրինի հետապնդում է իրականացնում, գործընթացը մեկնաբանել է իրավագետը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հանդեպ հորինված մեղադրանքների թվում են ռազմական պահեստների ստեղծումից մինչև բրիտանական անօթաչուների նվիրում Արցախի բանակին։
Առանց իրավական որևիցե հենքի իրենց իսկ հորինած մեղադրանքները Ադրբեջանի դատարանը հաստատել է։ Միջազգային իրավունքի մասնագետն ասում է, անհեթեթությունը մեկնաբանելը իհարկե անհնար է, որևէ հայ երբևէ չի արդարացվել Բաքվի դատարանում։ Ադրբեջանցի դատախազները պահանջում են, որ Ռուբեն Վարդանյանն ամբողջ կյանքն անցկացնի բանտում, իսկ պատժի կրման սկիզբը համարվի 2023 թվականի սեպտեմբերի 27-ը, այն օրը, երբ Արցախի պետնախարարը ձերբակալվեց Հակարիի անցակետում։ Բաքվի դատարանում ավարտին մոտեցող բեմականացումը լուսաբանող միակ լրատվամիջոցը պետական Ազերտ Հաջը հայտնում է, գլխավոր դատախազի ավագ հոգնական Վուսալ Ալիևը հայտարարել է, որ Վարդանյանի մեղքը հաստատվել է դատավարության ընթացքում ներկայացված ապացույցներով։ Ռուբեն Վարդանյանը նաև դադարեցրեց պետնախարարի իր պաշտոնը, ադրբեջանական կողմը նաև պահանջում էր, որ նա լքի եւ հեռանա Արցախից, միայնակ թողնելով արցախահայերին, ինչը տեղի չունեցավ, եւ արցախահայերի կողքին կանգնելը, նրանց իրավունքների համար պայքարը, հարցին միջազգային հնչեղություն փոխանցելը ընկալվել են որպես հակաադրբեջանական քայլեր եւ կարծում եմ նաև Ադրբեջանը ցանկանում է պատժել ուժեղ տեսակ ունեցող հայերին։ Դատախազը Վարդանյանին վերագրել է մի շարք հորինված ու կեղծ մեղադրանքներ, այդ թվում Ադրբեջանի պետական սահմանի անօրինական հատումը։ Ավելին, նշվում է, որ 44-օրյա պատերազմից հետո Վարդանյանը ֆինանսավորել է Արցախում հանքարդյունաբերական աշխատանքները, ռազմական պահեստների ստեղծումն ու նույնիսկ բրիտանական արտադրության ԱԹՍ-ներ է գնել Արցախի բանակի համար։ Բայց սա ամենը չէ։ 57-ամյա Վարդանյանին մեղադրում են նաև 90-ականներին զինված հակամարտությանը մասնակցելու համար, մինչդեռ այդ շրջանում նրա գործունեությունն Արցախի միջազգային ճանաչման հետ որևէ կապ չի ունեցել։ Առանցքայինը տվյալ դեպքում Արցախի ինքնորոշման իրավունքն է եւ ցանկացած անձ, որը որևէ դրական նպաստ է բերել այդ իրավունքի կայացմանը, իրացմանը կամ ժողովրդի պայքարին հանուն սեփական իրավունքների, որակվում է որպես ահաբեկչություն։ Մյուս մեղադրանքները եւս այնպիսի արարքների համար են, որոնց Վարդանյանն անմիջական մասնակից չի եղել եւ չէր էլ կարող լինել։ Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չի ունեցել, ինչպես ԱԹՍ-ների, այնպես էլ այլ ռազմական դրվագների եւ առհասարակ ռազմական գործողություններ չի պլանավորել, չի հրահանգել, հրամանատարական լիազորություններ չի ունեցել եւ հատկապես պատերազմի հետ կապված որևէ արարք չէր կարող վերագրվել Ռուբեն Վարդանյանին։ Սիրանուշ Սահակյանի խոսքով Բաքվում հայերի այսպես կոչված դատավարությունները պարզապես ձևական ընթացակարգեր են, որոնց նպատակը Ալիևի վարչակազմի քաղաքական որոշման վավերացումն է, պատժել հայ գործիչներին, որոնք մասնակցել են Արցախի ինքնորոշման պայքարին։ Վիճակագրորեն էլ որևէ հայ երբևէ չի կարողացել արդարացվել ադրբեջանական դատարանների կողմից եւ սա հայատյացության մեկ այլ դրսևորում է։ Ադրբեջանում անկախ դատարաններ գոյություն չունեն, դրանք անգամ անկախ չեն սեփական քաղաքացիների առնչությամբ գործեր քննելիս։ Ադրբեջանը այն երկիրն է, որը ունի շուրջ 300 քաղբանտարկյալներ, ընդ որում քաղբանտարկյալների թվում ոչ միայն քաղաքական ընդդիմախոսներն են, ովքեր պայքարում են իշխանության համար, այլ մարդիկ, որոնք բարեխղճորեն իրականացնում են իրենց գործունեությունը։ Այս շինծու գործով դեռ միայն դատաքննություններն են ավարտվել։ Հիմա դատական վիճաբանությունների փուլն է։ Հաջորդ նիստը դեկտեմբերի 26-ին է։ Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանը որդու միջոցով փոխանցել էր, որ ոչնչի համար չի զղջում։ Իսկ Արցախը եղել է, կա եւ կլինի անկախ պատմությունը վերաշարադրելու փորձերից։ Ու ես չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին։ Ալլա Դավթյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։ Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանի թեման վաղուց արդեն դուրս է եկել Հայաստանի շրջանակներից ու դրան անհամբեր սպասում են նաև Սփյուռքի մեր հայրենակիցները։ Հայ աստղերի մասնակցությամբ Ռուսաստանի մայրաքաղաքում կայացած ամենամյա շոուի ժամանակ հատուկ հատված նվիրվել է մեգա նախագծին։ Իսկ բոլոր մասնակիցները Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամից ստացել են խորհրդանշական նվերներ։ Մոսկվայի Կրեմլի պալատում դարձյալ փայլում է հայկական աստղաբույլը։
Նմանորին ընթരാճ մեկ հարկի տակ են համախմբվել հայկական ու ռուսական էստրադայի ամենահայտնի դեմքերը, ազդարարելու 2026-ի մեկնարկը։ Շքեղ երեկոյի հատուկ հատվածում ներկայացվում է Հիսուս Քրիստոսի արձանը, որի տեղադրմանն անհամբեր սպասում են նաև Սփյուռքի մեր հայրենակիցները։ Տաշի շոուն շուրջ 2 տասնամյակ համախմբելով արտիստներին իսկական տոն է պարգևում համայն հայությանը։ Զրկանքների, ծանր օրերի ապրումները պատվով հաղթահարելու եւ կյանքին այո ասելու մարդկանց մղումը գնահատվում է։ Այս նախագծի հիմնադիր, պրոդյուսեր, կազմակերպիչ Տարոն Պողոսյանին Կրեմլի պալատի բեմում անակնկալ է սպասվում։ Այս պահին ես բեմ եմ ուզում հրավիրել Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Լիաննա Բաբայանին, մնացածը արդեն ինքը կասի, խնդրեմ ձեր ծափարությունները։ Ողջունում եմ բոլորիդ, այսօր դու շատ մեծ անակնկալ ունես պարոն Ծառուկյանի կողմից, Ծառուկյան ընտանիքի կողմից, դու արդեն 20 տարի շարունակ իրականացնում ես այս ծրագիրը, պարոն Ծառուկյանն էլ անմասն չի մնում եւ Հայաստանում բոլորդ էլ քաջատեղյակ եք, որ կառուցվում է աշխարհի ամենամեծ, ամենաբարձր Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանը։ Պարոն Ծառուկյանի ընտանիքի կողմից ես փոխանցում եմ այս սրտեր միացնող բարօրություն բերող եւ մեր ազգին խաղաղություն բերող այս հուշանվերը քեզ, որպեսզի դու եւ քո ընտանիքը միշտ Աստծո օրհնության տակ լինեք։ Շոուի բոլոր մասնակիցները նույնպես հիմնադրամի կողմից խորհրդանշական նվեր են ստացել Փրկչի արձանի փոքր մոդելը, որ տարին սկսեն ազգային վերածննդի մաղթանքով։ Շարունակենք, սա պատերազմի սկիզբ չէ, սա վրեժխնդրության հռչակագիր է, X-ում գրել է Միացյալ Նահանգների պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը այն բանից հետո, երբ ամերիկյան զինուժը հարվածներ է հասցրել Սիրիայում իսլամական պետություն խմբավորման թիրախներին։ Դա եղել է ի պատասխան Պալմիրայում Սիրիա-ամերիկյան բարեկախմբի վրա անցյալ շաբաթվա հարձակման, որի հետևանքով զոհվել էր 3 ամերիկացի։ Հեքսեթը մանրամասնել է, բազայի հարված գործողությամբ թիրախավորել են իսլամական պետության զինյալներին ենթակառուցվածքները եւ զենքի օբյեկտները։ Նշել է, որ իրենք որսացին ու սպանեցին թշնամիներին, նրանցից շատերին եւ իրենք կշարունակեն։ Դոնալդ Թրամփն էլ իր սոցիալական ցանցում գործողությունը անվանել է շատ լուրջ պատասխան հարված։ Հիշեցնեմ, որ նոյեմբերի 10-ին Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել էր Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարային, հանդիպումից հետո Սիրիան պաշտոնապես միացել էր իսլամական պետություն խմբավորման դեմ պայքարող 88 երկրից բաղկացած միջազգային կոալիցիային։ Միացյալ Նահանգներ ներգաղթը այժմ հնարավոր կլինի ոսկե քարտի համար $1 միլիոն վճարելու դեպքում։ Նախագահ Դոնալդ Թրամփն է ներկայացրել ոսկե քարտը եւ ընդգծել, որ դա է լինելու ի տարբերություն Բայդենի նախագահության ժամանակների, երբ երկիր էր մուտք գործել 25 միլիոն մարդ։ Առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը հայտնել է, որ Միացյալ Նահանգները ընդամենը մի քանի օրվա ընթացքում վաճառել է $1 միլիարդ 300 միլիոն Թրամփի ոսկե քարտեր։ Հիշեցնեմ, որ Միացյալ Նահանգները դադարեցրել է գրին քարտի վիճակախաղը, քանի որ Բրաունի համալսարանում կրակոցների համար կասկածվողը երկիր է մուտք գործել հենց գրին քարտով։ Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը կանցկացվի այսօր եւ վաղը Մայամիում, տեղեկացրել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նշելով, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն դիվանագիտական ճանապարհով, Ռուբիոն ասել է, որ դիվանագիտական կարգավորումը ենթադրում է փոխադարձ զիջումներ, երբ երկու կողմն էլ ինչ-որ բան տալիս են եւ ինչ-որ բան ձեռք բերում։ Ըստ նրա, Միացյալ Նահանգների խնդիրն է հասկանալ, թե ինչ կարող են կորցնել Ռուսաստանը եւ Ուկրաինան եւ ինչ են նրանք ակնկալում ստանալ։ Ընդ որում ընդգծել է պետքարտուղարը, որոշումն ընդունելու են Մոսկվան եւ Կիևը, իսկ Վաշինգտոնը հանդես է գալիս որպես միջնորդ։ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ խաղաղ գործընթացը ինչ-որ բանի մոտենում է եւ նշել, թե Ռուսաստանը կարող է փոխել դիրքորոշումը Ուկրաինայի որոշակի հարցերում փոխզիջումների գնալ չցանկանալու պատճառով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ 3 ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Վաշինգտոնը Մոսկվային առաջարկել է որոշակի փոխզիջումներ եւ որ Ալյասկայում հանդիպան ժամանակ Ռուսաստանը գործնականում համաձայնել է Միացյալ Նահանգների նախագահի առաջարկներին։
Եվ եղանակ հանգստյան օրերին տեղումներ չեն լինի, թե Երևանում, թե մարզերում, դեկտեմբերի 20-ից 24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Միայն դեկտեմբերի 22-ին և 23-ին քամու ուժգնացում կլինի, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Օդերևութաբանները նաև հայտնում են, որ վաղը դեկտեմբերի 21-ին երեկոյան ժամը 7-ին Արեգակը կանցնի երկնային հորիզոնի ամենացածր կետով, ազդարարելով աստղագիտական ձմռան սկիզբը, որը կձգվի մինչև գարնանային գիշեր հավասար։ Այժմ երկրի տարածքում էլեկտրամատակարարման պլանային անջատումների ժամանակացույցի մասին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակbaşնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։ Աջափնյակ վարչական շրջան 10-ից 16 է, Աշտարակի խճուղի 51-ի 22 հասցե եւ հարակից բաժանորդներ։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան 10-ից 16 է, Անդրանիկի փողոց 74, 76, 78, 80 շենքեր։ Էրեբունի վարչական շրջան 10-ից 16 Վարդաշեն 2 փողոց 2 շենք, Գուրգեն Մահարի փողոց 39, 39A, 66-ի 1 շենքեր եւ ոչ բնակիչ բաժանորդներ։ Արարատի մարզ 11-ից 13-ը, Բերթիկ գյուղ մասնակի, 13:30-ից 15:30 է, Արաքսավան եւ Բյուրավան գյուղեր մասնակի։ Կոտայքի մարզ 12-ից 15-ը, Բջնի համայնք, Յուքոմ, Viva Armenia, Թիմ Տելեկոմ ընկերությունների բջջային օպերատորի կայաններ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ 11-ից 17-ը, Զորավան, Արագյուղ, Բուժական, Սարալանջ գյուղեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Ալխալիա ՍՊԸ, Ալրեյամի Ֆարմ ՍՊԸ, Զորավան ԲԲ, Նաիրյան ԲԲ, Սեփականատերեր Գևորգյան, Պետրոսյան, Սամվել Ամիրխանյան, Անահիտ Վարդանյան, Փիլոյան, Կարապետյան, Հարությունյան, Բաղդասարյան, Հայրապետյան, Եղվարդ քաղաք մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Նաիրի հիվանդանոց, Թոմ Շինբետոն, Ուրենի, Եղվարդ Ալրաղաց, Արմբերի, Էլիտա ՍՊԸ-ներ, Ասֆալտի գործարան, Շիրազի, Սևակի, Արայի թաղամասեր, Սեփականատերեր, Ավետիսյան, Վարդանյան, Նարդոսի փողոց մասնակի, Գեղարքունիքի մարզ 10:30-ից 16 է, Կախական գյուղ մասնակի, Տավուշի մարզ 11-ից 13 է, Խաչարձան գյուղ 1-3 փողոցներ, Լոռու մարզ 11-ից 12:30 է, Դսեղ գյուղ։ Սպառած էլեկտրաէներգիայի անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 180 եւ 08080 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին։ Շարունակենք միասին հետևել Հայաստանում ու արտերկրում տեղի ունեցողին։ Ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, առայժմ։